Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի առաջին մասը երաշխավորում է սեփականության իրավունքը։ Ըստ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը։ Հոդված 11-ում էլ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը։ Եվ ուրեմն ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում շրջանցել Սահմանադրության այս դրույթը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը պետականացնել, հարցրինք սահմանադրագետ Գոհար Մելոյանին։ Բացի ձեր կողմից մատնանշած երկու հոդվածները, մենք ունենք նաև 60-րդ հոդվածը, որը սահմանում է մարդու սեփականության իրավունքը, ինչպես նաև ընդգծեմ, որ ի տարբերություն մի շարք անձնական իրավունքների, օրինակ ինչպես կյանքի իրավունքն է, որը բացարձակ է, այո, մեր սահմանադրությունը տալիս է սեփականության իրավունքը սահմանափակելու հնարավորություն։ Բայց այդ սեփական սահմանափակումների երկու դեպք է առկա։ Մեկը դատական կարգովն է, օրինակ, եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ լիներ մեղադրական դատավճիռ կամ մեղադրական վերդիկտ, եւ երկրորդը դա հանրային շահ ճանաչելով սեփականությունը պետականացնելն ըստ էության, սակայն նախնական ու համարժեք փոխհատուցմամբ, որը ասեմ ավելին, օրենք արդեն սահմանադրությունից անցնելով ավելի բացվելով օրենսդրական կարգավորումներ ունենում է պլյուս 15% գումարի փոխհատուցման պահանջ։ Այս պարագայում այս օրենքի նախագիծը, որը հիմա արտահերթ եղանակով քննարկվելու է ազգային ժողովում, նախ ակնհայտ հակասահմանադրական է, այն իրենք ակնհայտ է, որ այս երկու սահմանափակման ու հստակ օրենսդրական սահմանադրական ուղիներով չեն գնացել, այլ երրորդ ճանապարհն են ընտրել, օրենքի իրավական մեխանիզմ մտցնելով մարդուց մասնավորից խլելու իր սեփականությունը։ Սա ոչ թե ազգայնացում է, սա ռեկետի գործընթաց է ու ընդ որում բավականին ինչպես միշտ խոցելի թույլ նախագծերի տեսքով այս նախագծերը երկու օրենքի նախագծում փոփոխություններ եւ լրացում են կատարում, մեկը հանրային ծառայությունը կարգավորող մարմնի մասն օրենքն է, մեկը էներգետիկայի, նախ տալիս են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահային լիազորություն նշանակել կառավարչի եւ այնուհետեւ կառավարչին բացարձակ լիազորություններ են տալիս լիցենզիան օտարելու պետությանը նախապատվության իրավունք են տալիս, մի խոսքով, մեխանիզմ են ներդնում, որով իրենք պատկերացրել են, թե ինչպես պետքա հետը վերցնեն մասնավորից, ինչը ծայրաստիճան հակաօրինական ու հակաիրավական է եւ մի շարք խութերով է։ Գոհար Մելոյանի խոսքով ընդհանուր գործընթացը խնդրահարույց է։ Բոլոր գրեթե, եթե դուք հետ հայացք նետեք այս իշխանության կառավարման տարիներին, բոլոր քաղաքականացված նախագծեր ու երև քաղաքական գործընթացները, որոնք փորձել են իրավական լուծում տալ օրենքի տեսքով, իրենք կառավարության կողմից արտահերթ եղանակով են բերել, չեն ապահովել մինիմալ պահանջները, որը մեր օրենսդրությունը եւ միջազգային պարտավորվածությունների հիման վրա մեր օրենսդրությունում առկա են, դա հանրային քննարկումների կազմակերպումն է, դա պետական իրավասու մարմինների կարծիքների հավաքագրումներ կարգի տեսքով ու հենց հիմա այս նախագիծը, որ ազգային ժողովում քննարկվելու է, հենց այս պայմանությամբ ազգային ժողովի կայքեջում արկա է կառավարության առաջարկ, որում իմ կողմից մատնանշված մի շարք թերությունները բնականաբար ավելի մեղմուռի ներքո թվարկված են ու որպես եզրահանգում առաջարկ է ներկայացված վերամշակելու այս փաթեթը։ Սահմանադրագետը վստահ է, որ եթե ապօրինի կերպով խլեն անձանց սեփականությունը, ապա միջազգային իրավական ատյաններում ընդդեմ Հայաստանի գործընթացներ կսկսվեն։ Այս տեսքով կյանքի կոչելու պարագայում էլ ու այս ձևաչափով մասնավորին ու ներդրողին վերաբերմունք ցուցաբերելը նախ ինչպես հարված է մեր պետության Հայաստանի Հանրապետության իմիջին արտաքին աշխարհում եւ բանող երևույթ է հանդիսանալու պոտենցիալ ներդրողների համար, երկրորդը պարարտող է այս ամեն ինչի հիման վրա, որ մասնավորը դիմի միջազգային հարթակներ, նույն մենք ունենք bilateral investment treaty Կիպրոսի հետ, իսկ այս հետի սեփականատեր կազմակերպությունը միջնորդ կիպրական ծագում ունի ու իրենք միջազգային արբիտրաժ են դիմելու
ակնհայտորեն, բացի այդ էլ արդեն մասնավորի սեփականության իրավունքի, ինչպես նաև զուգահեռ անձնական ազատությունն ու անձնական անձեռնմխելիությունը, որովհետև նաև ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, ակնհայտ իրավական ողջ պրոցեսները ոտնահարելով, սեփականատերը ազատազրկվել է դառնալով քաղաքական բանտարկել ու դրան զուգակցել է նաև այս սեփականատիրոջ սեփականության իրավունքի նկատմամբ քաղաքական նկարտումը։